Վիրահատարանից ուղիղ միացմամբ աշխատում են ուրոլոգները։ Հունաստանի Պատրասի համալսարանական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի տնօրենը գործընկերների հետ իրականացնում է բարդ վիրահատություն։ Մասնագետների աշխատանքին հետևում են B-Endo 2026 միջազգային էնդոուրոլոգիայի կոնգրեսի մասնակիցները։ Գիտաժողովը Երևանում համախմբել է հայ եւ արտասահմանցի առաջատար ուրոլոգների, վիրաբույժների եւ գիտնականների։ Ունենք շատ կարևոր զեկույցներ, որոնք ոչ թե զեկույցներ են ուղղակի նրա մասին, թե ինչա արդեն կատարվել, այլ զեկույցները նրա մասին են, թե ինչա կատարվելու։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ գտնվում ենք հենց այդ կատարվելիք հետազոտությունների կամ կատարվելիք ձեռքբերումների հիմնակարում։ Մեր երկրում էնդոուրոլոգիան զարգացման ակտիվ փուլում է։ Ոլորտի վերջին հաջողություններից էր ռոբոտային համակարգի ներդրումը։ Այս մեթոդներով իրականացված միջամտությունից հետո բուժառուն հեշտ է վերականգնվում։ Ֆունկցիոնալ տեսանկյունից արդյունքն ավելի լավն է լինում։ Կոնգրեսի քննարկման թեմաներից են նաև ոլորտի տեխնոլոգիական, մասնագիտական ձեռքբերումները։ Շատ երկրների համար ինչը որ ապագա է տեխնոլոգիաների առումով, ուզում ուրախությամբ ասել, որ ուրոլոգիայի ոլորտում մենք արդեն դա ունենք։ Եվ մենք հիմա ունենք Հայաստանի Հանրապետությունում այնպիսի գործիքներ, դա վստահաբար ասում եմ, որ ունենք այդպիսի գործիքներ, որոնք աշխարհում ունեն երկու երկիր։ Որոնք են։ Այո, օրինակ ճկուն ուրետերոսկոպերի, այսինքն գործիքներ են, որոնք մենք կարողանում ենք միզային համակարգով նայել, երիկամի քարերը բուժել, կան նոր գործիքներ, որի միջոցով մենք կարողանում ենք եւ ջերմությունը չափել, եւ ճնշումը չափել երիկամի մեջ։ Ուրոլոգները ծանոթանում են միջազգային լավագույն փորձին, քննարկում կլինիկական բարդ դեպքեր։ Կոնգրեսի նպատակն է նպաստել բուժման նորարարական մեթոդների տարածմանն ու մասնագիտական գործակցության ընդլայնմանը, ասում են մեր երկիրը աշխարհի քարտեզի վրա էնդոուրոլոգիական կենտրոններից մեկը լինելու մեծ ներուժ ունի։ Մակարդակը շատ բարձր է եւ շարունակ բարձրանում է։ Դուք ունեք պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրս, ունեք տեխնոլոգիական հագեցվածություն, լավ հիվանդանոցներ։ Հենց այս բաղադրիչներն են կարևոր էնդոուրոլոգիայի եւ առհասարակ բժշկության զարգացման համար։ Ես մեծ ուրախությամբ եմ հետևում գործընկերներիս հաջողություններին ու ձեռքբերումներին։ Մասնագետները վստահ են կոնգրեսը կդառնա նոր հարթակ, որտեղ հայ եւ արտասահմանցի ուրոլոգները մշտապես կապի մեջ կլինեն, կքննարկեն կլինիկական բարդ դեպքերն ու նորարարությունները։ Արամ Արանտյան լուրեր։